Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Ապրիլի 24-ին տեղեկություններ են ստացվել, որ Երևանում Դինամո մարզահամալիրի մոտ մի խումբ անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունենում։ Պարզվել է, որ K1 մրցաշարի ժամանակ մարզիչ Արագածոտնի մարզի բնակիչ 24-ամյա Հենրիկը վիճաբանել է նույն մրցաշարի մարզիչներ Երևանի բնակիչ 23-ամյա Արմենի եւ 30-ամյա Յուրիի հետ, ապա վիճաբանությունը շարունակվել է շենքից դուրս, որը վերածվել է ծեծկռտուքի։ Ապրիլի 22-ին ոստիկանության բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Կսն եւ հայտնել, որ անհայտ անձը քարով հարվածել ու կոտրել է Հայաստանում հայտնի բանկերից մեկի ապակին ու դիմել փախուստի։ Ապակու կոտրվելու հետևանքով պատճառվել է 400,000 դրամի գույքային վնաս։ Ապրիլի 19-ին տեղեկություն է ստացվել, որ հողում աշխատելու ժամանակ ձեռքում անհայտ իր պայթելու հետևանքով բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։ Վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 29-ամյա Արթուրն է։ Արթուրը ոստիկաններին հայտնել է, որ առանձնատանը կից ավտոտնակում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ արխի մեջ հայտնաբերել է նռնակի պայթուցիչ, որի հետ անզգուշ վարվելու հետևանքով պայթել ու ստացել է վնասվածքներ։ Մայիսի 2-ին 21-ամյա Ռոբերտը իր վարածված 2110 մակնիշի ավտոմեքենայով Արթիկ Ալագյաս ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչին պատկանող քարե պարսպին, փլուզել մի հատված ու կիսակողաշրջվել, վարորդը տեղում մահացել է։ Մայիսի 1-ին Honda Fit մակնիշի ավտոմեքենան Թեղուտ-Հաղարծին գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց մոտ 20-30 մետր բարձրությունից ընկել ու հայտնվել Երևան-Սևանի-Ջևան ավտոճանապարհին, վթարի հետևանքով 38-ամյա Ալմարան, 12-ամյա Նարեկը, 3-ամյա Սերգոն եւ 14-ամյա Նարեն տեղափոխվել են հիվանդանոց։ Նարեն գիտակցության չգալով մահացել է։ Մայիսի 3-ին Երևան-Սևանի-Ջևան ավտոճանապարհին բախվել են շտապօգնության եւ BMW մակնիշի ավտոմեքենաները, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Մայիսի 3-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 71-ամյա Տիգրանի վարած Honda Ellison մակնիշի եւ Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Արմենի վարած 2107 մակնիշի ավտոմեքենաները, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Մայիսի 3-ին Արագածոտնի մարզի բնակիչ 47-ամյա Լայերտը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Թալին-Սասնաշեն ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց ու գլխի վայր շրջվել, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Մայիսի 2-ին Սևան-Մարտունի գետապ ավտոճանապարհին բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 34-ամյա Գևորգի վարած Toyota եւ 36-ամյա Արթուրի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները, 1 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց։ Մայիսի 1-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Ֆուրմանով 2 աշենքի մոտ գտնվող ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրշեջբերքարները մարել են ավտոտնակի ներսում առաջացած կրակը, սակայն այդտեղ գտնվող գույքը եւ Mercedes մակնիշի ավտոմեքենան վերածվել են մոխրակույտի, տուժածներ չկան։